Արցախյան ազատամարտի նվիրյալներից Մավր Օհանյանին Մարտունիում բոլորը գիտեն, մեծ ու փոքր, այր թե կին։ Նրա հիշատակն այս խաչքարն է հավերժացնում, այսուհետ նաև Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցի ռազմագիտության կաբինետը։ Կարմիր ժապավենն էլ թորն ու մարտնկերոջ դուստրն են կտրում։ Շնորհավոր ծնունդդ գնդապետ խորագրով միջոցառման մասնակիցները Մավր Օհանյանի անվան դասասենյակում են։ Կյանքից անժամանակ հեռացած գնդապետի անցած ուղու մասին աշակերտներն են պատմում։ Շուրջ 2 տասնամյակ առաջ դպրոցի շենքում Մավոյի հրամանատարությամբ գործող 25-րդ մոտոհրաձգային գումարտակներ տեղակայված։ Մավոյի նման հերոսները երբեք չեն մահանում։ Նրանք ապրում են երախտապարտ սերունդի սրտերում, որպես մեր ազգը, մեր ինքնությունը խորհրդանշող հավերժի ճամփորդներ։ Մավոն մնաց մեր ուշերում կրակոտ աչքերով, ոսկլտուն կյանքով, որպես պայծառ օր առանց մայրամուտի։ Հասակակիցները հիշում են փոքր տարիքում Մավոն երազում էր մարշալ դառնալ։ Հայկ Սարգսյանն առանձնացնում է մարտնկերոջ հատուկ գծերը։ Հրամանատար էր անսահման մարդասիրությամբ ու համարձակությամբ։ Հացի ժամին անգամ գերեվարված հակառակորդի մասին էր մտածում։ Լրիվությամբ նվիրված էր իր զինվորներին, իր գումարտակին, հետագայում նաև իր զորամասին։ Առաջին ուսուցչուհին հիշում է Մավոյի մոտ հայրենասիրությունը մանկուց էր։ Երրորդ դասարանում արդեն հետաքրքրվում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի քաջագործություններով։ Մայրն էլ ավելացնում է պատերազմի օրերին տուն չէր գալիս։ Երբ հարցնում էինք, պատասխանում էր՝ սահման եմ հսկում։ Ես ինձ շատ հպարտ եմ զգում, որ ունեցել եմ քեզ նման Արցախ հայրենիքին նվիրյալ սպա, քո առաջին ուսուցչուհի։ Ծննդյան 53-րդ տարեդարձին լեգենդար հրամանատարին նվիրված նոր երգեր ու բանաստեղծություն։ Բեմում ապագա զինվորականներն են, հրամանատարը Կրկին Օհանյան։ Թոթովախոս Մավոն դեռ լիովին ծանոթ չէ պապի հերոսություններին, բայց կրում է զինվորական համազգեստ ու երդվում լինել իսկական հետնորդ։ Հպարտանում եմ պապիկ ջան քեզնով, գիտեմ ես այդ ես ողքով ու սրտով, շնորհավոր ծնունդդ պապիկ, երդվում է լինել արժանի թորնիկ։ Յատավից քայլով մարշ։ Դպրոցականները Մավր Օհանյանի ծննդյան օրը նշում են երգուպարով եւ տոնական տրամադրությամբ։ Ասում են հաղթանակած հրամանատարի ծննդյան տարեդարձին միայն ուրախ նոտաներ պիտի հնչեն։ Հրամանատարի մորը ծաղիկներ, հերոսների օրինակը որպես ուղեցույց բոլոր սերունդների համար։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։